Здесь. Вы, ваша партия самая... Всем от меня мои предложения. Давай, легко. Давай, Նորմալ, Պարոն Փաշինյան, մի երկու հարց կարելի է ձեզ։ իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք ոնց եք կարծում Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե, լիքը։ Հա։ Չէ բացի ձեր ղեկավար Դուք օրինակ։ Ես вообще դուխով չեմ Ինչի՞ չի զգացում արդեն հպարտել չեմ։ Ինչի՞։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ Ինչի՞։ եմ։ Բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեր երկրի պատասխանատուն եմ, բա դրսի պատասխանատուն ես Բայց եմ։ Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ է հպարտ ես, Եղբայր։ որովհետև մնացածը արդեն դուխովաց է ու հպարտացի է։ Եղբայր, ուրեմն Ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմից ես եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է այդպես խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ արարած է, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ ձեզ բան չլինի, հանդերձ կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի, ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ Որ ավարտեք ես կարձագանքեմ, ավարտեցիք, վստահ եք։ Առաջին ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի այդ երկրի քաղաքացին։ Մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք եւ դուխով ու հպարտ լինելու շատ լուրջ սահմանը, այսինքն որ մեկը գա մեր երկրում, մեկը գա ստեղ ուրիշ երկրից, իրան դուխով ու հպարտ բայ ձեզ դուր կգա։ Սաղը գալի պահում է։ Դրսինները, դրսին ով է գալիս, ով, օրինակ ով է գալիս։ Պարսիկները, Իրան գալիս են դուխով հպարտ են պահում։ Իրան գալիս Նոր տարվա գիշերը Երևանում մենակ իրանք էին դուխով ու հպարտ նոր տարի անում։ Ոչ, դուք որտեղ եք եղել նոր տարվա գիշերը։ Որտեղ եք եղել դուք։ Եվ որ Երևանում որտեղ ես հրապարակում կանգնած եմ եղել։ Այնտեղ 90%, մի րոպե, այնտեղ 90% եղել են Հայաստանի քաղաքացիներ եւ հյուրերը պահել են հյուրի նման, տանտերերը պահել են տանտիրոջ նման։ Ինչ վերաբերում է խաղաղությունը, ումից է կախված։ Մենք ընտրություններում հանդես են գալիս ժողովրդին ուղղված տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Դա նշանակում է, որ մենք մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից է կախված, խաղաղությունը կախված է ժողովրդից։ Եվ ժողովուրդը այս ընտրություններում խաղաղության իր կամքը պետքա ցույց տա։ Ինչպես պետք է ժողովուրդը իր այս ընտրություններում խաղաղության իր կամքը ցույց տա։ Իր կամքը պետք է ցույց տա, որ հանդես գնով, ինչ գնով։ Եթե մի ամեն օր ինձ ծեծեք, օրինակ, ամեն օր։ Ու ես սկսեմ դրանից հետո ձեզ ամեն ինչ տալ, բարձրաց չեք ծեծել։ Եթե շվեյք էլ եմ ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի, լավ է։ Հաջողություն, եղբայր։ Ում չենք բարևել։ Ոնց եք։ Լավ եք։ Լավա ձեր տրամադրություն։ Գործը լավ։ Մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Մի հատ նվիրեմ ձեզ։ Իհարկե, եղբայր, ես խնդրեմ, դուք ինչ եք խնդրել։ Բարև ձեզ, եղբայր։ Լավ եք։ Նվիրեմ ձեզ սրանից։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, եղբայր։ Նվիրեմ ձեզ սրանից։ Լավա տրամադրություն։ Որ ասեն ժպիտով քայլում եք։ Որ ժպիտով քայլում եք։ Ահա, այ նայեք։ Ինձ սիրուն խանութա։ Հիմա, պարոն մարզպետ, եկեք ես մի հատ էլ փորձենք տնանք Տաշիրում ինչ աշխատանքներ են կատարել, խնդրեմ։ Հələ մի հատ էս հա, էլի ունենք, բասա, էս պահի, էս սուբվենցիայով, Պարճապետ սուբվենցիոն ծրագիր է, մայթերից ալարկված, նաև փողոցը հիմնանորոգված, կծանշված, ստոր գետնյա ենթակառուցվածքները փոխարինված, երկու ուղղություն ունենք, մեկը կառավարության ուղիղ ֆինանսավորման ծրագրերն են եւ սուբվենցիոն ծրագրերը, ես կուզեմ ընդգծեմ խոշորները։ Տաշիրի բժշկական կենտրոնն է կառուցվում, ավարտական փուլում է 1 միլիարդ 600 միլիոն դրամակառավարությունը Տաշիրում դնում, այո։ Նախորդ շենքը բավականին անմխիթար վիճակում է գտնվում։ Տաշիր խոշորացված համայնքում 5 նոր կրթահամալիր են կառուցում։
եւ դրանցից մեկը հենց Տաշիր քաղաքում Մեդովկայի դպրոցում ավարտվել է եւ եւս 4-ը ունենք հիմա ընթացիկ Սուբվենցիոն ծրագրեր ունենք բազմաթիվ, ներհամայնքային փողոցների ասֆալտապատում ունենք, լուսավորության համակարգի անցկացում ունենք, մենակ Տաշիր քաղաքում 4 կիլոմետր 400 մետր լուսավորության համակարգ ենք անցկացրել։ Տաշիր Մեծավան ճանապարհը երկար սպասված ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով 8 կիլոմետր 5 կիլոմետր արված է 3-ը արդեն եղանակային պայմաններից ելնելով կարվի։ Տաշիր Պրիվոլների ճանապարհը նորից մոտ 9 կիլոմետր 5-ը արված է 4-ը սպասում են եղանակները։ Թույլ տա։ Այդ ճանապարհներ չի կառուցված։ Մենք Տաշիրում նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիր ենք իրականացրել Անի թաղամասում որտեղ շքամուտքերի վերանորոգում ենք արել տանիքների փոխարինում եւ այդ շենքում էլ շրջայցանելու առիթ ունեցել են բնակիչները ընդգծում են որ էներգիայի ծախսը մոտ կիսով չափ նվազել է հետեւաբար նաեւ կոմունալ վճարներն են նվազել եւ բավականին գոհունակություն են հայտնում ծրագրից բոլոր տեղերը գոհ են Այո եւ իհարկե սուբվենցիոն ծրագրերում պետք է արձանագրել որ մենք բոլոր տեղերը բնականաբար համայնքի հետ համագործակցում ենք համայնքը ներկայացնում է ծրագիրը կառավարությանը կառավարությունը այն ծրագրերը, որոնք հաստատման ենթակա են հաստատում է եւ ֆինանսավորման չափաբաժիններ կան, դեռ կա կառավարությունը 50% ֆինանսավորում, ծրագիր կա 60, ծրագիր կա 70, ծրագիր կա ընդհանրապես ուղիղ կառավարության ֆինանսավորման բացվում եւ շատ հաճելի է տեսնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Տաշիրում այս հենց մայթեր կան, հենց փողոցներ կան եւ արդեն ասվեց նաեւ կապիտալ խոշոր ներդրումներ են արվում։ Էլի ներողություն էլի բան կա որ ես ամփոփելով կուզեմ ընդգծել պարոն վարչապետ որ Տաշիր խոշորացված համայնքը չի տվել որևէ սուբվենցիոն ծրագիր որ կառավարությունը չի համաֆինանսավորել եւ դեռ ընդհակառակը ուղիղ ֆինանսավորմամբ հսկայական ֆինանսավորում է իրականացվել նորից դպրոցներ, բժշկական կենտրոններ, ճանապարհներ, այն ինչը համայնքի իր միջոցներով ուժը չի պատել կոպիտ ասած կառավարությունը օգնության է հասել ու մեծ ծավալի աշխատում ինչպես բոլոր համայնքներում ընդ որում ես էլ եմ ասում որովհետև ժամանակին այս թեմայով շատ մեծ քննարկումներ կային որ մենք սուբվենցիոն ծրագրերով հավասարապես ֆինանսավորել ենք եւ այն համայնքները որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է եւ այն համայնքները որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ չի ինչու ենք այդպես արել որովհետեւ մենք այս ծրագրերը անում ենք մարդկանց համար բնակիչների համար եւ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի համար իհարկե մենք շնորհակալ ենք բոլոր այն համայնքների ղեկավարներին ովքեր սուբվենցիոն ծրագրերով արձագանքող են արդյունավետ ծրագրեր են ներկայացնում արդյունավետ աշխատում են կառավարության հետ հետո էլ արդյունավետ եւ որակով իրականացնում են իրանք իհարկե մեր համագործակցությունը եւ մեր աջակցությունը միշտ ունեն եւ մենք միշտ պատրաստ ենք նորանոր ծրագրեր ֆինանսավորել աջակցել եւ իրանց ուղղորդմամբ, այսինքն որովհետեւ համայնքը գիտի առաջնահերթությունը որն ավելի կարեւոր, տենց գնալ առաջ։ Շատ լավ, շարունակենք մեր ճանապարհը։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, աշխատում ենք, ես էլ ես կարամ ձեզ տան։ Շատ լավ։ Էլի քար։ Լավ եկել մեր թաղը։ Գալան նվիրեմ։ Լավ եք տրամադրությունները լավաց է։ Ուրախ եմ շատ, շնորհակալ։ Իմացա, կարդացել եմ ձեր նամակը։ Բարև ձեզ։ Լավ եք։ Նվիրեմ ձեզ սրանից։ Ստացել եմ էլի մեծ սիրով։ Բարև եղբայր, լավ եք։ Ես էլ նմանապես ամեն ինչ լավ է։ Ես ձեզ նվիրեմ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, նորից բարև, ուր գնանք ձեզ բարև եք, բայց կներեք, բարև ձեզ, լավ եք, 3 հատ, եթե ուզել են, ինչ կարանք անենք, բարև ձեզ, լավ եք, տրամադրությունները լավ, բարև ձեզ, լավ եք, տրամադրությունները լավ, ասում եմ վատ չի չէ, մայթը երբ է սարքվե, որ թվին է սարքվե, իսկ դրանից առաջ ինչ վիճակ է եղել մայթը, Քանդված։ Այդ վերջին լրացումը իհարկե